Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու և արդյունաբերություն զարգացնելու մասին։ Եթե քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, որ կստեղծեն X թվով աշխատատեղեր, անկախ հայտնած քանակից, ապա քաղաքացիները առաջին հերթին պետք է տան հետևյալ հարցերը. Նախ, արդյոք կա այդ չափի գործազրկություն, այսինքն այդքան մարդ երկրում, որ կարողանա այդ աշխատատեղերը զբաղեցնել։ Հաջորդ հարց, սա ամենապրիմիտիվ հարցն է։ Հաջորդ հարց, որտեղից են գալու այդքան ներդրումներ։ Մյուս հարցը, որոնք են թիրախավորված շուկաները։ Մյուս հարցը, որն են այդ ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ունենալ։ Մյուսը, հաշվի առնելով, որ հարևանների մոտ օրինակ էներգիան ավելի էժան է եւ հետեւաբար նույն Թուրքիա, Ադրբեջան կամ Իրանում ինչ էլ որ սկսես արտադրել, ավելի էժան է լինելու։ Մեր մրցակցային առավելություն կարելի է, չգիտեմ, ռուսական շուկա դիտարկել։ Թիրախ ռուսական շուկան է պայմանական։ Մյուս հարցը, բայց սա էս մյուս հարցը ամենագլխավորն է, համաշխարհային բանկը ունի հետազոտություն, ըստ որի ներդրողների շրջանում բազմաթիվ օտարերկրյա ուղղակի ներդրումներ անողների շրջանում հարցեր են տալիս, ասում են, որն եք ինչ ֆակտորներ եք գնահատում, երբ որ գնում եք օտար երկիր ներդրում եք անում։ Ուրեմն ուշադրություն, պատասխան, որ հնչում է առաջին, սոցիալ-քաղաքական կայունություն։ Հիմա այս հիշեք մի պահ հետ գնանք ներդրումների ծավալի մասին մի երկու բան ասեմ։ Ուրեմն հետազոտություններ կա, էլի համաշխարհային բանկի, որ ոլորտից կախված ասում է, թե մի անձի հաշվով ինչ ծավալի ներդրում է պետք անել առանց շրջանառու կապիտալի։ Այսինքն ենթակառուցվածքներ սարքես, արտադրությունը հիմնես, չգիտեմ, սարքեր, սարքավորումներ եւ այլն։ Կախված թե ինչ ոլորտ է։ Օրինակ, թեթև արդյունաբերությունում ավելի քիչ ներդրում է պետք։ Պայմանական երկրից կախված է նաեւ փոխում դա։ Պայմանական $10 միլիոն, օրինակ հետազոտություն կար, կարդացել եմ վերջերս 10 միլիոն ենթադրենք Թունիսում ասում են ներդրում անես 300-350 աշխատատեղ է ստեղծվում թեթև արդյունաբերության ոլորտում, օրինակ հագուստ կարել է։ Այդ նշանակում է մի հոգու հաշվով մոտավորապես $30,000 փող է պետք ներդրում անել, որպեսզի այդ մի աշխատատեղը ստեղծվի, էլի շրջանառու կապիտալը սրա մեջ չմտնում, բայց բժշկության մեջ օրինակ կրկնակի ավելին է պետք, այսինքն բժշկության մեջ եթե 10 միլիոն ներդրում ես անում, մոտավոր 150 աշխատատեղ է ստեղծվում։ Մենք խոսում ենք մշտական աշխատատեղերի եւ ուղղակի աշխատատեղերի մասին, որտեղ այդ աշխատատեղերը ներդրումները նաեւ անուղղակի աշխատատեղեր կարող են ստեղծել, հա, հարակից։ Հիմա տեսեք, այսինքն ստացվում է, որ եթե մեկը ասում է, որ 300,000 աշխատատեղ է ստեղծում, ապա միջինում, որտեղ դրանք մի ուղղությամբ մի ոլորտում ու, չգիտեմ, 100,000 դրամանոց աշխատատեղեր չեն ելնելու, չէ՞ ենթադրաբար։ Հետեւաբար միջինում էլի ոլորտից կախված, որտեղ բարձր տեխնոլոգիա եթե լինի, մի հոգուն 100,000 առնվազն փող է պետք ներդրում անել, եթե ոչ ավել։ Շատ բարձր, ասենք ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտ կա, մի անձի հաշվով մի աշխատատեղի $1 միլիոն ներդրում են անում ընկերությունները։ Միջինը վերցնում եմ ընդամենը $50,000։ 300,000-ի բազմապատկեք, տեսեք ինչ ահռելի թիվ անում։ Այսինքն մոտավորապես 300,000 աշխատատեղ 5 տարվա մեջ ստեղծելու մասին, կոնկրետ առաջարկի մասին։ Հայաստանում 5 տարվա մեջ պետք է ներդրում արվի 15-ից $30 միլիարդ փող, օտարերկրյա ուղղակի ներդրում, որտեղ Հայաստանում այդքան ազատ կապիտալ չկա։ Հարց, որտեղից այդ փողը ովքեր են դնելու այն պայմաններում, երբ ասում եմ նույն համաշխարհային բանկի գնահատականներով ներդրողը օտարերկրյա առաջին գործոնը որ նայում է սոցիալ-քաղաքական կայունություն, այսինքն այդ ներդրողը նայում է, եթե այս երկիրը ունի կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, որը այս տարածքները կորցրել, այդ Ադրբեջանը ասում է Հայաստանի սահմանադրություն փոխի, այդ Ադրբեջանը Հայաստանին ասում է այս տարածքը իմն է, այդ քարը իմն է, այս ծառը իմն է, այս երկրի, այդ որ մի ներդրողն է գալու տեղ ներդրում անի։ Այս ամեն ինչը ինչ է հուշում։ Այս ամեն ինչը հուշում է, որ մեր խնդիրները քաղաքական են, այլ ոչ տնտեսական, եւ Հայաստանի Հանրապետությունում մինչեւ այս խնդիրները չլուծվեն, ոչ մի ներդրողը չի գալու միլիարդների ներդրում անի։ Իսկ եթե այդ խնդիրները պետք է լուծվեն Նիկոլ Փաշինյանի ձևով, այսինքն զիջումներով, Սյունիքը թուրքերին տալով, ընդհանրապես ինչ-որ տնտեսություն զարգացնելու բանով, հենա Նիկոլ Փաշինյանը անում է, էլի ինչ ենք ուզում էլ։ Մարդը անում է։ Ժողովուրդ ջան, կարդացեք, եղեք տեղեկացված, տնտեսագետներ, արձագանքեք, խոսեք։ Այս պետությունը բոլորինս է հավասարապես
բոլորը պատասխանատու են, նույնիսկ լրողները առկա իրավիճակի համար։ Լավ եղեք։